2016 թվական հուլիսի 17։ Ուղիղ 10 տարի առաջ այս օրը Երևանի սրտում արձակված կրակոցները սովորական զինված հարձակում չէին։ Դա տարիներով կուտակված համակարգային փտածության, քաղաքական տերորի եւ սպասվող աշխարհաքաղաքական աղետի պայթյունն էր։ Սասնա ծռեր խմբի կողմից ՊՊԾ գնդի ազատագրումը դարձավ այն ջրբաժանը, որը պատռեց օրվա ռեժիմի կայունության կեղծ դիմակը։ 10 տարի անց պատմական հեռավորությունից նայելով այդ օրերին ակնհայտ է դառնում։ Դա ընդվզման ամենածայրահեղ, բայց թերևս միակ մնացած ձևն էր մի երկրում, որտեղ ընտրական ինստիտուտները ոչնչացված էին, իսկ իշխանությունը բռնազավթված։ Այս գործողության մասնակիցները պատահական մարդիկ չէին։ Նրանք Արցախյան առաջին պատերազմի բովով անցած կամավորականներ էին, փորձառու հրամանատարներ, մտավորականներ, հայրենիքը սիրող մարդիկ։ Զենքի դիմելը ոչ թե իշխանության հասնելու հավակնություն էր, այլ քաղաքական համակարգի լիակատար կլինիկական մահվան արձանագրումը։ 2016 թվականի դրությամբ Հայաստանում սահմանադրական եւ ընտրական բոլոր մեխանիզմները վերածվել էին իշխող կլանի վերարտադրության գործիքի։ Երբ պետության ներսում արդարադատությունը փոխարինվում է ընդդիմախոսների դեմ կարված շինծուկ հրեական գործերով, իսկ քաղաքացու խաղաղ բողոքի ձայնը խեղդվում է ոստիկանական բիրտ ուժի ներքո, հասարակությունը զրկվում է դիմադրության որևէ հնարավորությունից։ Այս պայմաններում, երբ բոլոր ճանապարհները տանում էին դեպի փակուղի, ապստամբությունը դադարեց լոկ իրավական իրողություն լինելուց։ Այն վերածվեց բռնապետության դեմ ըմբոստանալու եւ սեփական պետությունը բռնազավթումից փրկելու բարոյական ու լեգիտիմ իրավունքի։ Ապստամբության գլխավոր պատճառը Արցախի կորստի իրական սպառնալիքն էր։ 2016 թվականի ապրիլյան քարոզիա պատերազմը ցույց տվեց ոչ միայն ռեժիմի թալանված դեմքը, երբ զինվորները կյանքի գնով պահում էին առաջնագիծը առանց պատշաճ սպառազինության եւ դիզվառելիքի, այլև բացահայտեց կուլիսային վտանգավոր խաղերը։ Ապստամբները հստակ տեսնում էին, դիվանագիտական սեղանին դրված է այսպես կոչված Լավրովյան պլանը, տարածքների փուլային հանձնումը, որը Սերժ Սարգսյանի վարչակազմը պատրաստվում էր կյանքի կոչել։ Ապստամբները հասկանում էին, Արցախի հանձնումը լինելու է Հայաստանի պետականության վերջի սկիզբը։ ՊՊՑ գնդի ազատագրումը կանխարգելի չարված էր հենց այդ հողատվության ծրագրին։ Հանրային սթափեցման կոչ, թույլ չտալու հերթական դավադիր պայմանավորվածությունները։ Ապստամբության առաջին իսկ օրերից խորենացի փողոցն ու հարակից թաղամասերը վերածվեցին համաժողովրդական դիմադրության կենտրոնի։ Սասնա ծռերի քայլը հասարակության շրջանում առաջացրեց աննախադեպ համակրանք եւ զանգվածային աջակցության ալիք։ Մարդիկ օրերով չէին հեռանում հրապարակներից, ամբողջությամբ կապվելով ՊՊՑ գնդում գտնվողների ճակատագրին եւ նրանց մեջ տեսնելով սեփական իրավունքների համար մարտնչող հերոսների։ Իրադարձությունների մասշտաբն այնքան մեծ էր, որ հայաստանյան անցուդարձը հայտնվեց միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հատկանշական է, որ հանրային ընկալման մեջ այդ օրերին չգտնվեց որևէ լուրջ շրջանակ, որն այդ քայլը կորակեր որպես սովորական ահաբեկչություն կամ բռնություն։ Հասարակությունը հստակ գիտակցում էր տեղի ունեցողի քաղաքական ու բարոյական դրդապատճառները։ Տեսնելով հանրային հուժկու ընդվզումը, Սերժ Սարգսյանի վարչակազմը դուրս եկավ իրավական բոլոր սահմաններից։ Համակարգն անցավ բացահայտ տերորի, անհամաչափ ու վայրագ ուժ կիրառելով խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ։ Սակայն ռեժիմի ավանդական գործիքակազմն այս անգամ չաշխատեց։ Փողոցում վախ այլևս չկար։ Սասնածռերն իրենց անձնազոհ գործողությամբ ջարդել էին տասնամյակներով արմատավորված վախի պատնեշը, ինչն էլ հենց դարձավ մարդկանց տոկունության գլխավոր երաշխիքը։ Այս ֆոնին հանրային հզոր էներգետիկան սեփական նպատակներին ծառայեցնելու եւ քաղաքական դիվիդենտներ ստանալու բացահայտ փորձեր արեց Նիկոլ Փաշինյանը։ Որ Սասնա ծռեր խմբի տղաները ահաբեկիչներ չեն։ Նա փորձում էր սեփականաշնորհել հանրային հարթակը, առաջ մղել սեփական օրակարգն ու ստանձնել առաջնորդությունը։ Սակայն ապստամբները շատ արագ վերծանեցին այդ քայլերի իրական դրդապատճառները։ Նրանք թույլ չտվեցին, որ ժողովրդի անկեղծ պայքարն ու իրենց կյանքի գնով ստեղծված իրողությունը վերածվեն մեկ անձի քաղաքական կապիտալի։ Փաշինյանի փորձերը տիրանալու շարժման ղեկին այն ժամանակ ձախողվեցին հենց տղաների վճռական ու սթափ կեցվածքի շնորհիվ։ Արյունահեղությունից խուսափելու համար ապստամբները որոշեցին անձնազոհ կերպով հանձնվել։
Սակայն ժողովրդի մեջ կուտակված հսկայական էմոցիան, ատելությունն ու անարդարության զգացումը չէին կարող ուղղակի կորչել։ Հենց այդ կուտակված էներգիան, հանրային արթնացումն ու համակարգը ջարդելու ցանկությունը դարձան 2018 թվականի փոփոխությունների իրական սկիզբը։ 2018-ին ժողովուրդը փողոց դուրս եկավ արդար պայքարի, ակնկալելով խորքային, արմատական, համակարգային փոփոխություններ։ Մարդիկ ուզում էին նոր Հայաստան, որտեղ չկա տերոր, չկա թալան եւ չկա հայրենիքի սակարկում։ Սակայն այնինչ տեղի ունեցավ, այդպես էլ չդարձավ իրական հեղափոխություն։ Ստացվեց սովորական, դասական իշխանափոխություն, որտեղ փոխվեցին դեմքերը, բայց ոչ համակարգի բովանդակությունը։ Իրական հեղափոխության դեպքում քաղաքական հետապնդվողների եւ ապստամբների բանտի դռները պետք է բացվեին անվերապահորեն, իսկ նրանք ազատ արձակվեին որպես համակարգի զոհեր։ Բայց Փաշինյանի իշխանությունը չգնաց այդ քայլին։ Տղաները հայտնվեցին ժամանակավոր ազատության մեջ բացառապես ժողովրդի ահռելի ճնշման, խափանման միջոցի փոփոխման արդյունքում։ Շինծ ու քրեական գործերը, ծանր մեղադրանքներն ու դատական քաշքշուկները պահպանվեցին որպես մահակ ռեժիմի ձեռքին։ Հետագա ընթացքը ցույց տվեց, թե ինչու է Փաշինյանը պահում այդ մահակը։ Երկիրը տարվեց պայմանավորված աղետալի պատերազմի։ Իսկ արդեն 2022 թվականի մայիսին, երբ ռեժիմը պատրաստվում էր իր հաջորդ հակապետական քայլերին, ապստամբների առաջին խմբին նորից բանտարկեցին։ Դրանից հետո տեղի ունեցավ այն, ինչից սարսափում եւ ինչը կանխելու համար 2016-ին զենք էին վերցրել ապստամբները։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը թշնամուն հանձնեց ամբողջ Արցախը, հայաթափելով հայկական հնամենի բնորանը։ Այսօր, ապստամբությունից 10 տարի անց, ստիպված ենք ցավով փաստել։ Այն լուրջ արմատական փոփոխությունները, որոնց համար պայքարում էր հանրությունը, այդպես էլ տեղի չունեցան։ Հակառակը, այսօր Հայաստանը տանում են շատ ավելի վտանգավոր, կործանարար ուղիով, որտեղ հարցականի տակ է դրված արդեն բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու գոյությունը։ Պատմության դասը դաժան է։ Եթե 2016 թվականին ապստամբությունն ունենար հաղթական ավարտ, եթե ձևավորվեր ազգային պետական մտածողությամբ իշխանություն, ապա Հայաստանը, Արցախը ներառյալ, երբեք չէր կանգնի այսօրվա ողբերգական կորուստների եւ օրհասական վտանգների առաջ։ Չիրացված ապստամբության գինը եղավ Արցախի կորուստը, իսկ այսօրվա իրականությունը ապացուցում է. վախկոտ, դավադիր, բռնապետական համակարգերը միայն խորացնում են աղետը, եթե դրանք արմատախիլ չեն արվում ժամանակին։ Ազատություն Հայաստանին եւ ազատություն ապստամբ Սասնա ծռերին։